Adobe Illustrator-ի 25 թվականի տարբերակում բարելավել են Image Trace կարգավորումները։ Եթե մենք ունենք այս նկարը, և եթե հիմա մենք միացնենք մեր Image Trace վահանակը կամ բացենք նրան, օրինակ կարող ենք գնալ Object, Image Trace և տանք 1 կամ մեկ ենք Expand, կամ այստեղից կարող ենք սեղմել Image Trace-ի վրա բացելով այդ վահանակը, կամ այդ նույն հրամանը մենք կարող ենք գտնել Image Trace-ում։ Եթե մենք սեղմենք Image Trace-ի վրա, այստեղից մենք կարող ենք ընտրել, թե ինչ ռեժիմում ենք ուզում, որ Illustrator-ը անի Trace, այսինքն նկարից, raster նկարից սեղծի վեկտորներ։ Եկեք ընտրեք High Fidelity Photo, որ այն գույները նույնպես հաշվի առնի, և դրանից հետո սեղմելիս մենք արդեն կտեսնենք, որ Illustrator-ը կակտիվացնի իր գործընթացը նկարից վեկտորներ սարքելու համար։ Հիմա եթե մենք սեղմենք այս մեր այկոնի վրա և բացենք Image Trace վահանակը, դուք կարող եք տեսնեք, թե ինչ կարգավորումներում այն կատարվեց։ Ռեժիմը դրված է Color, գույները դրված է Full տոներ, այստեղ ներքևը դուք այժմ տեսնում եք գրադիենտների կարգավորումը, shape-երի կարգավորումը և թափանցիկության կարգավորումը, ինչպես նաև Auto Grouping, սրանք այն կարգավորումներն են, որ ավելացվել են նոր տարբերակում։ Եթե մենք սեղմում ենք gradient, ապա մենք կարող ենք այդ գրադիենտները, որոնք կան մեր նկարում, սարքենք նրանց խմբագրելի, և այդ գրադիենտների ստեղծման չափը մենք կարող ենք այստեղից որոշել։ Մենք կարող ենք անջատել Preview վահանակը, որպեսզի ամեն անգամ Illustrator-ը չանի այդ trace-ը, որևէ մի կարգավորում փոխելուց, և եկեք այս մեր գրադիենտների հարթացումը դնենք մոտավորապես 50%-ի չափ։ Այժմ եթե մենք սեղմենք shape-երը, ապա մեր այս օբյեկտները, որոնք Illustrator-ը trace է անում, այն կստեղծվեն որպես առանձին shape-եր ամեն մի գույներից։ Եթե մենք այստեղ սեղմենք Transparency, ապա քանի որ մեր նկարը թափանցիկ է, Illustrator-ը այդ թափանցիկությունը կհանի և կկիրառի թափանցիկ background։ Եթե մենք անենք Auto Grouping, ապա Illustrator-ը համապատասխան մեր trace-ի և ըստ տրամաբանության կստեղծի խմբեր։ Այստեղից մենք կարող ենք տալ Trace կոճակը, որը տեսնում եք դրված է, քանի որ Preview-ն անջատած է։ Եթե մեր մոտ Preview-ն միացրած է լինում, ապա այս Trace հրամանը ապա ակտիվանում է և ավտոմատ տեղի են ունենում գործընթացներ Trace-ի, եթե մենք փոխում ենք որևէ մի կարգավորում։ Այժմ տանք Trace, դուք տեսնում եք, որ մեր Preview-ն միացավ ավտոմատ, և այժմ մենք կստանանք Trace արդյունքը, այսինքն վեկտորական արդյունքը, որից հետո արդեն մենք կանենք Expand։ Այժմ եթե մենք այստեղ View-ից տանք Outline, դուք կտեսնեք մեր արդյունքը և կարելի է տեսնել, թե ինչպիսի ավելի լավ որակով է կատարվում այժմ Illustrator-ում Trace-ը, քան նախորդ տարբերակներում։ Այժմ եթե մենք տանք Expand, մեր մոտ կստանանք վեկտորական պատկերը, և դուք տեսնում եք, որ մեր մոտ layer-ներում ստեղծվել են խմբեր համապատասխան ըստ օբյեկտների, որը հեշտացնում է մեր աշխատանքը, այսինքն մեր ամբողջ օբյեկտ իրենից ներկայացնում է 4 առանձին խմբեր։ Եթե մենք այժմ երկու անգամ սեղմենք և ընտրենք այս գրադիենտը և բացենք մեր gradient վահանակը, դուք կտեսնեք, որ այստեղ ռեալ ժամանակում մենք կարող ենք խմբագրել մեր գրադիենտը։ Նաև մենք կարող ենք օգտագործել widget-ը և արդեն trace-ից հետո աշխատենք մեր գրադիենտի հետ։ Սա հեշտացնում է մեր գործը, քանի որ Illustrator-ը ճանաչում է գրադիենտները։ Բացի դրանից, եթե մենք բացենք ամեն մի խումբ, դուք արդեն կտեսնեք, որ մենք կունենանք առանձին shape-եր։ Սա նույնպես հեշտացնում է մեր գործը առանձին shape-երի հետ աշխատելու համար։ Այս կարգավորումները թույլ են տալիս ավելի ճշգրիտ և ավելի որակով կատարել Trace raster նկարներից։